2012 թվականին մեծ շուկով Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին տեղադրվեցին արագաչափերը եւ երթևեկությանը հետևող տեսախցիկները եւ այդ ժամանակ հիմնավորումն այն էր, որ ահա այսպիսի հերթական առաջադիմական քայլն է արվում Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին կարգուկանոնը երթևեկության անվտանգությունը կամ այդ մակարդակը անվտանգության եւ կարգուկանոնի բարձրացնելու։ Հիմա ըստ էության այդ արագաչափերն ու տեսախցիկները արդեն 3 ամփոփված տարի գործել են Հայաստանի ավտոճանապարհներին եւ ժամանակն է գոնե միջնաժամկետ արդյունքներ ամփոփել։ Տեսնել թե ինչ արդյունք են տվել այդ տեսախցիկներն ու արագաչափերը երթևեկության կարգուկանոնի եւ անվտանգության տեսակետից։ Հիմա ինչ, այս 3 տարվա ընթացքում վթարների թիվը նվազել է, թե չի նվազել։ Ուրեմն պարզվում է հետեւյալը, որ 2011 թվականին Հայաստանի ավտոճանապարհներին եղել է 2319 ավտովթար, 2014 թվականին 3156 ավտովթար։ Այսինքն արագաչափերի գործունեության ընթացքում վթարների թիվը աճել է 36%-ով։ Այստեղ մենք ունենք 36%-ի աճ։ Իմիջիալոց այստեղ փորձ եղավ ասել, որ 2011-ին կամ հետո ապայի արդյունքում աճը տեղի ունեցել, բայց 2011-ին ապան ամբողջությամբ ուժի մեջ է եղել եւ գործել է։ Եվ բացի այս, մենք ամեն տարվա ստաբիլ աճ ունենք։ Հիմա գուցե արագաչափերի եւ տեսախցիկների գործունեության արդյունքում ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածների թիվն է պակասել, ստեղ էլ չէ։ 2011 թվականին մենք ունեցել ենք 2964 տուժող վթարներից, 2014 թվականին արդեն 4776 տուժող։ Աճը ուղիղ 61%։ Իմիջիալոց ասեմ, որ այս տարվա հունվար-հոկտեմբերին ունենք արդեն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 99% աճ։ Եվ սա հաշվի առեք համատարած արտագաղթի պայմաններում, այսինքն այն պոտենցիալ տուժողները քաղաքացիները արտագաղթում են քչանում են, բայց տուժողները ավելանում են։ Այսինքն մարդիկ ստեղ գտնվող մարդկանց թիվը պակասում է, բայց մեկ է տուժողների թիվը ավելանում է։ Հա այդ 99% աճը նախորդ տարվա նկատմամբ դրանք զոհերի թվի աճն է։ Հիմա գուցե երթևեկության կանոնների խախտումներն են պակասել։ Մանավանդ որ Սերժ Սարգսյանը 2015 թվականի այս տարվա սեպտեմբերի 11-ին իր մոտ խորհրդակցությունը հրավիրում եւ անում մի զարմանալի հայտարարություն։ Ասում է, որ զգալիորեն կրճատվել են այդ բաների արագաչափերի կողմից ֆիքսված բաները, կանոնների խախտումները եւ թիվը հրապարակում։ Ասում է, մասնագետները ասում են, որ գրանցումները զգալիորեն կրճատվեցին եւ 70%-ով կրճատվել են երթևեկության կանոնների խախտումները։ Այս երկրում չես հասկանում էլի ով ում ինչ թիվ ոնց է տալի։ Այս երկրում վիճակագրություն կա, համակարգ կա, ում ինչ թիվ ձեռ է տալիս ասում է։ Որտեղից է Բաղրամյան 26-ում այս թիվը հայտնվել։ Մի ձև պաշտոնական տվյալները ասում են հետեւյալը, որ 2011 թվականին խնդրում եմ թվերին ուշադրություն դարձրենք։ Մենք ունեցել ենք գրանցված 679978 որոշում խախտման մասին։ Իսկ 2014 թվականին ուշադրություն դարձրեք 1,647,252 եւ 2014 թվականին 2011-ի նկատմամբ երթևեկության կանոնների խախտումների աճը կազմել է ուղիղ 142%։ Սերժ Սարգսյանն ասում է 70% նվազել է։ Հիմա փաստորեն երթևեկության կարգուկանոնի անվտանգության ապահովման առումով այս տեսախցիկներն ու արագաչափերը ոչ մի բան չեն տվել։ Փոխարենը մենք ունենք հսկայական առաջընթաց, ճակերտներով առաջընթաց։ Տուգանքների վճարման կամ դրամական տուգանքների մասով։ Եվ եթե 2011 թվականին Հայաստանի վարորդներին նշանակվել է 2,925,153,000 դրամի տուգանք, 2014 թվականին ուշադրություն դարձրեք 13,214,900,000 դրամի տուգանք, այսինքն տուգանքների աճը կազմել է ուշադրություն դարձրեք 351%։
351% Հայաստանի վարորդները ավելի շատ են տուգանվել, քան թե 2014 թվականին, քան 2011 թվականին։ Հիմա սա ինչ է նշանակում։ Մի կողմից երթևեկության, մարդկանց անվտանգության հետ կապված ոչ մի բարելավում չունենք, փոխարենը ունենք տուգանքների գանձման 351%-անոց աճ։ Այսինքն այս ամեն ինչը ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ այս ամեն ինչը սա ընդամենը նոր հարկատեսակ է, որ դրված է Հայաստանի քաղաքացիների ուժերին։ Ուղղակի հարկատեսակ է, որովհետև ոչ մի խնդիր չի լուծում, լուծում է ֆիսկալ խնդիր։ Հավաքվում է 10 քանի միլիարդ դրամ փող, ընդ որում այս 3 տարիների, 3.5 տարիների ընթացքում Հայաստանի քաղաքացիները մոտավորապես 25 միլիարդ դրամ ավել գումար են վճարել այս երթևեկության կանոնների խախտման համար։ Ասել եմ ասում, այդ 25 միլիարդ դրամ, որ իրանք պետք է ծախսեն իրանց երեխաների ուսման վարձի, երեխեքին կոշիկ առնելու, հագուստ առնելու, իրանց սոցիալական կարիքները հոգալու համար, տվել են ում, չգիտենք ում։ Տվել են ինչ-որ մի հատ security դրիմ ընկերության, որը օդում կախված եւ շարունակաբար թևածող լուրեր այդ եկամուտների հսկայական բաժինը տնօրինում է Սերժ Սարգսյանի ընտանիքը։ Եվ օդում թևածող եւ կախված լուրերի համաձայն նշվում է կոնկրետ մարդու Սերժ Սարգսյանի եղբոր Ալեքսանդր Սարգսյանի անունը, բայց իրանց ընտանիքի մասին է խոսվում։ Էական չի ով է նրանցից, անձամբ Սերժ Սարգսյանն է, նրա փեսա Միքայել Մինասյանն է, թե Ալեքսանդր Սարգսյանը, կապ չունի։ Մարդը ուզում է հասկանալ այդ գումարը ինչի համար է վճարում։ Իբր ասում են, որ սրանով մենք կոռուպցիայի դեմ ենք պայքարում, պետավտոտեսությունները փող են վերցնում, դրա դեմ պայքարում ենք։ Հիմա 2011 թվականին պետավտոտեսություն, երբ որ արագաչափ չի եղել, պետավտոտեսությունները վարորդներին գրանցել են, տուգանել են մոտավորապես 3 միլիարդ դրամով։ Լավ, ասենք, դրա 100%-ը կաշառք էին վերցրել։ Լավ, դրա 200%-ն էին կաշառք վերցրել։ Բայց մնացած գումարները, կամ մենք ինչ է նշանակում, կոռուպցիայի մի մեթոդի դեմ պայքարում ենք ուրիշ մեթոդ տալիս, այսինքն շարքային պետավտոտեսություններին իբր կտրում ենք, տալիս ենք, այսպես ասած, Սերժ Սարգսյանի ընտանիքի անդամներին, կամ ով ասե, որ այսօր պետավտոտեսությունները գումար չեն վերցնում, վարորդների հետ խոսեք, համատարած են վերցնում, եւ շատ էլ լավ են վերցնում, եւ ինչքան իրանց սոցիալական վիճակը վատանում է, այնքան էլ շատ են վերցնում։ Մի փաստար կա հնչում հաջորդը, թե ավտոմեքենաների թիվը ավելացել է։ Երբ որ ես մի քանի անգամ պաշտոնապես թիմում եմ, ասում եմ տվեք թե ավտոմեքենաների թիվը ինչքան է ավելացել, ասում են գիտեք դա պետական գաղտնիք է։ Հետո նախարարը ստեղից ասում է որ 40 քանի տոկոս է ավելացել։ Կներեք այդ տվյալ բացարձակապես չի համապատասխանում իրականությանը, որովհետև եթե վերցնում ենք այն թվերը, որոնք դրված են Հայաստանի պետական բյուջեի հիմքում, մենք թիվը 2011-ի եւ 2015-ի բյուջեի նախագծերում համեմատությունը տեսնում ենք, որ այդ աճը կարա լինի 25%։ Եվ ընդհանրապես, եթե մեքենաների թիվը աճել են, վթարների թիվը աճել են, տուժողների թիվը աճել են, արագաչափը ինչի համար է։ Դուք ասում եք, որ մեքենաների թվի աճը ինքը բերում է որոշակի էֆեկտների։ Արագաչափը լինի չլինի, ուրեմն այդ էֆեկտը լինելու է։ Որևէ հիմնավորում կա, որ եթե այդ արագաչափը չլինի, Հայաստանի քաղաքացիների կյանքը եւ երթևեկությունը ավելի անվտանգ կլինի։ Նման բան իհարկե չկա։ Եվ հիմա ես ուզում եմ ասել, լիազորված եմ ասել, որ մենք վերջերս քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նիստում քննարկել ենք այս հարցը եւ եկել ենք միանշանակ եզրակացության։ Մեր կուսակցության դիրքորոշումն է, որ արագաչափերը միանշանակ պետք է հանվեն Հայաստանի ավտոճանապարհներից։ Եվ այս հարցը մենք դնելու ենք մեր կուսակցության ծրագրային եւ այդ թվում նախընտրական ծրագրերի հիմքում։ Հիմա գիտեմ ասելու են, վայ, այդ ոնց կլինի, այդ ոնց է կանել։ Ես ուզում եմ ասել, որ օրինակ Ամերիկայի Լոս Անջելես քաղաքում նույն խնդրեմն է եղել։ Տեսախցիկները դրել են խաչմերուկներին, բայց որոշ ժամանակ անց հասկացել են, որ դա բացի վնասից օգուտ չի բերում, եւ ըստ էության հանել են։ Եվ մենք էլի ասում ենք, որ արագաչափերը միանշանակ Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներից պետք է հանվեն, իսկ ինչ վերաբերվում է երթևեկությանը հետևող տեսախցիկներին, դրանք պետք է օգտագործվեն բացառապես երթևեկությանը օպերատիվ հսկելու եւ անհրաժեշտության դեպքում միայն վարորդներին անձամբ
անձամբ նրանց կանգնեցնելու, ցույց տալու, նրանց հետ քննարկելու եւ հետագա ընթացքը որոշելու համար։ Շնորհակալություն շատ։